թվային հոգեբանություն, դա նումերոլոգիան է, թվագիտությունն է, այսինքն աղեղնավորի համար տվեք հնարավորություն, որպեսզի նրանք կրթվեն։ Կարող են սկսել ամենացածր մակարդակից, որտեղ Յուպիտերը գտնվում է երկորյակի կենդանակերպում։ Համենայն դեպս կրակի եւ օդի տարրերները կարող են ճանապարհորդել եւ բոլորը կարող են ճանապարհորդել, բայց առանձնապես այս նշաններում Վեներան է գտնվում, ճանապարհորդություններ, որոնք կբերեն սեր, ուրախություն, երեխաներ, այդ ամենը կապված է կրակի տարիքի ազդեցության տակ ծնվածների համար։ Ես այստեղ տեսնեմ կարող է ինչ-որ բան եմ բաց թողել, որպեսզի անցնենք առաջ։ Ահա, կներեք, տեսնենք ինչ-որ բան կա, որ բաց ենք թողել։ Դե ժամանցային վայրերն են, այստեղ ջուրի համար թանկարժեք նվերներն են, ոսկեղեն, ադամանտ, ասում են, որ խոյերի համար նրանց համար շատ կարևոր է իրենց ակտիվությունը, հա, եթե հագուստներ են գրում, օրինակ խոյերի համար կարող են գնել սպորտային հագուստներ, առյուծների համար էլիտար այնպիսի մի հագուստ, այնպիսի մի տեղից գնում կարին, որ նա մեկ նմուշի չէ, աղեղնավորների համար ճանապարհորդական աքսեսուարներ, պայուսակներ, ակնոցներ, այդ ամենը ակտուալ են այս ժամանակահատվածում։ Անցնենք առաջ, ցուլերի համար, ցուլ, այծեղջուր եւ կույս։ Ցուլերի համար ֆինանսական միջոցներն են կարևոր, կարող եք ծրարի մեջ գումարներ դնել, նաեւ ծաղիկներ, բոլորին էլ Վեներան խոյում է վառ-վռուն ծաղիկներ կարող են լինել, քաղցրավենիքներ կարող եք տրամադրել նրանց, մնահյուն զարդեր, փափուկ կահույք, վարագույրներ, գումարը տրամադրեք, ցուլը մեծ հաճույքով կգնա եւ գնումներ կկատար։ Եվ սիրելիներս, այդ գնումները չնայած Վեներան նահանջող է, Մերկուրին ամսի 14-ից է նահանջելու։